Ողջույն սիրելի բաժանորդներ, ուզում եմ այս տեսանյութը սկսել այս հիասքանչ պիոններով։ Տեսեք, ինչքան են բացվել պիոնները, 3 են գնել, բայց շոքից բացվեցին բոլորը 1 ժամվա ընթացքում։ Ինչևէ շատ գեղեցիկ ծաղիկներ են, բա սա հրաշք չէ, ապա դուք ասեք։ Գեղեցկություն ուղակի։ Բացվել են բոլորը, մինչև վերջին թերթիկները։ Ինչևէ այս երկու օրն էլ հիանամ, մինչև ամբողջական կթափվեն երևի թե բոլորը, բայց շատ գեղեցիկ է, եթերային թերթիկներով մի տեսակ յուրահատուկ է, գեղեցիկ ստեղծագործություն, այնպես չէ։ Փակ էր խանութում, ամբողջովին փակ էին, երբ գնեցինք լրիվ կոպոններ էին փակ վիճակում և անմիջապես այսպես բացվեցին։ Պատվերներ, նախ ցույց տամ առաջինը, այսա արծաթե բզնոցը 925 պրոբայի, կախազարդը և շղթան նույնպես 925 պրոբայի է, փականը լոբստեր է, իսկ կախազարդը լոկետ, այս բացվող աշխատանքները լոկետ են կոչվում, շատ գեղեցիկ ֆիլիգրան աշխատանք է, սրտիկ, վրան աստղիկ, մոդելը սրտիկ է, ֆիլիգրանը աստղիկ, կախարդական կախազարդ, հեքիաթային ավելի ճիշտ, հեքիաթային կախազարդ է, ձմռանը շատ են գնում այս զարդերից, ոչ միայն ձմռանը, ընդհանրապես արծաթը միշտ էլ ցանկացած սեզոնին, ցանկացած եղանակին վաճառվում է, գնում են, կրում են, պահանջարկը մեծ է արծաթեղենի, Ֆրանսիայում նույնպես ավելի շատ սիրում են արծաթեղեն կամ սպիտակ ոսկեղեն, քան դեղին։ Այս բզնոցը կախազարդով կուղևորվի Ֆրանսիա, բայց կա մեկ այլ պատվեր, որ կգնա Երևան։ Այս պատվերը կուղևորվի Երևան, պատվիրատուն իմ բաժանորդուհին է, սա նրա պատվերի մի մասն է, առայժմ այսքանը կուղարկեմ, մինչև մյուսն էլ կպատրաստեմ ու կուղարկեմ, նայենք տեսնենք ինչ է գնել։ Շատ հետաքրքիր բզնոց է, բնական մարգարիտներով, գետի մարգարիտներ են, խոշոր բավականին և գեղեցիկ այսպես կախազարդ ունի, շարունակությունն է այս բզնոցի և այսպես։ Սա այս ամիթիստ է թևնոցը, գեղեցիկ ամիթիստ է թևնոց, ոչ մի հատիկը նման չէ հաջորդ թիվին, հիմա դնեմ նայեք, այսպես ամառային ամիսների համար իսկականն է, իմիջիայլոց ամռանը ավելի շատ գնում են բզնոցներ, թևնոցներ, ականջողեր, որովհետև գլխարկներ էլ չեն դնում, իսկ բրոշները մեծամասամբ աշնանը, գարնանը, ձմռանն են գնում վերնահագուստների վրայից կրելու համար, մի խոսքով շատ լավ ամառային թևնոց է, յուրաքանչյուր հատիկը յուրահատուկ իր նախշազարդերով, ամիթիստը բնական միներալ է, դե գիտեք շատերդ, բնության մի մասնիկ, յուրաքանչյուր այս դետալը կարծես բնության մի օղակ լինի և լավ մշակված է, շատ լավ հարթեցված, պոլիշ է արված, փայլեցված է, լավ այդպես ասեմ, հաճելի է ձեռքի վրա ու բավականին սառն է։ Նաև այս գեղեցիկ ականջողերից բրոնզագույն մետաղով ականջողերն եմ ուզում ցույց տալ ձեզ, որովհետև յուրաքանչյուր դետալը ամրացված է հիմքին և բազմաչարչար աշխատանք է, բազմաշերտ, փոքրիկ ականջողեր է, բայց բավականին ծավալուն աշխատանք կա այստեղ արված, յուրաքանչյուր դետալը, այս սրանք, ամրացված է սրան, հետո հիմքին, և նույնը այստեղ, և նաև կա մանր նռնակարի նման հուլունքներ, ֆրանսուհիները շատ են սիրում բրոնզագույն մետաղ, շատ հաճախ եմ նկատում բրոնզագույն երանգի զարդեր։ Նայելով ներսի հատվածը նկատում ենք նույնպես աշխատանք, ֆիլիգրան, որպեսզի կրողը հաճույք ստանա այս զարդից։
Ներսի հատվածն էլ է գեղեցիկ պատրաստված։ Կլիպսներ են։ Նայ, այսպիսի կլիպսներ են։ Անտիչնեստ կա այս ականջողերի մեջ նաև ստայլը այնպես են արել, որպեսզի ստանան անտիկ դիզայն։ Նմանատիպ ոճի է նաև այս ականջողերը բոհոկական ոճով, անտիկ շունչ են հաղորդել մետաղը արհեստականորեն սևացնելով այս հատվածները եւ ներսի հատվածն էլ բրոնզագույն մետաղից է պատրաստված եւ կա նախշազարդեր ականջողի ներսի հատվածը։ Իսկ այս ականջողերը կարծես իսկական ոսկյա զարդ լինեն, հավանաբար հենց ոսկերի չի աշխատել այս ականջողերի վրա։ Տեսնում ենք մանր ամիթիստե միներալի կտորներով կամ թեկուս եւ իմիտացիայով արված նախշազարդեր, սինթետիկ սաֆիրներ։ Հիմա մոտեցրեցի, տեսեք որքան գեղեցիկ աշխատանք է, շատ անուշիկ ականջողեր են, սիրունիկ նրբիկ կլիպսներ են։ Ահա այսպես։ Հիմա ցույց տամ մեկ այլ նրբիկ ականջողեր, հապա նայեք լիցքը մոտիկից ինչքան գեղեցիկ է արված, բայց սա արդեն կլիպսներ չէ, պուսետներ է։ Ահա այսպես, ինչպես որ շատերն են սիրում եւ նախընտրում կրել։ Դաջվածքը տեսեք ներսի ինչքան լավ է արված, զգացվում է, որ դարձյալ ձեռքի աշխատանք է, այլ ոչ թե շտամպով արված աշխատանք։ Դա զգացվում է նաև ծաղիկի թերթիկներից, տեսնում եք ինչքան նուրբ է արված։ Եվ համենայն դեպս ձեռքի աշխատանքը տարբերիչ է։ Ահա այսպիսի գեղեցիկ նրբիկ ճաշակով ընտրություն, որը կատարել է իմ բաժանորդուհին, Երևանում գտնվող, եւ եկել է պահը, որ ես ուղարկեմ այս զարդերը ու նաև իհարկե նվերը, առանց նվերի ոչ մի կերպ։ Շատ գեղեցիկ ծաղիկ բրոշ է, նրբիկ, թեթև, վինտաժային աշխատանք է, ծաղկե փունջ է, քարերը նռնակարի եւ ամիթիստի իմիտացիա։ Համենայն դեպս այս բրոշը կարելի է կրել նաև ամռանը, քանի որ շատ թեթև է ու նրբիկ է, ամառային շորիկների հետ իսկականն է։ Նաև սպիտակ թիշորտի հետ էլ գեղեցիկ կլինի, ջինսից վերխերի հետ էլ, ամեն ինչի հետ գեղեցիկ կլինի, եւ կլասիկ հագուստի, եւ քեժուալ հագուստի, եւ սպորտային ջինսային ունիվերսալ բրոշ է, կարող եմ ասել։ Բարով վայելես, սիրելիս, եւ ամենակարևորը այս թևնոցի հետ շատ է սազում։ Հատուկ ընտրված բրոշ սիրով քեզ համար։ Կարծում եմ հաճելի անակնկալ է։ Փաթեթներս են եկել, դեռևս այսքան գեղեցիկ փաթեթավորված ծրար չէի ունեցել։ Հիմա կբացեմ ու միասին կնայենք։ Հետաքրքիր տուփ աստրիկներով։ Եվ ահա այն գեղեցկուհին, որին ես այդքան սպասում էի, ինչքան ճկնաղ բրոշ է, չէ՞։ Այս բրոշը գերել է ինձ իր գեղեցկությամբ, իր դիզայնով, abstract ոճի բրոշ է, առկա են մարգարիտներ, փիրուզներ, ոսկեգույն մետաղի վրա, տեսեք որքան շքեղ է։ Սա էլ ներսի հատվածը։ Վինտաժային բրոշ, abstract, ծավալով, վոլյումով յուրահատուկ, ասիմետրիա կա, կարծես շարժում կա այս բրոշի մեջ եւ պլյուս էլեգանտության խորհրդանիշ մարգարիտն ու շքեղության խորհրդանիշ փիրուզը։ Ահա այսպիսի գեղեցիկ կատարումով բրոշ իր ասիմետրիկ դիզայնով գրավեց իմ սիրտը։ Նման բրոշները իհարկե արժանի են ուշադրության, որովհետև բարդ կատարում է այստեղ, սովորական տորթաձև կլորավուն կամ օվալաձև բրոշ չէ, այլ կա վոլյում, կա 3D էֆեկտ, կա շարժում այս բրոշի մեջ, փիրուզ, մարգարիտ, մի խոսքով ամեն ինչ կա։ Երկար կարող եմ խոսել, բայց երևի թե այստեղ կանգ առնեմ։ Տեսեք ինչ հրաշք բրոշ է այստեղ։ Հիմա բացեմ։ Օ, ինչքան գեղեցիկ է։
Կախազարդով բրոշ, որքան գեղեցիկ ոսկերչական աշխատանք ասես լինի, չէ, նուրբ կատարում։ Սա էլ հետևի մասն է, վինտաժային բրոշ է, խորը վինտաժային բրոշ, այսինքն մինչև 1950-ականները, նախորդ դարի առաջին կես։ Շատ գեղեցիկ կատարում է, հիմա այսպես չեն անում, որտեղ ֆաբրիչնի են հիմա զարդերը արվում, անգամ ոսկեղենները ուշադրություն, իսկ սա ձեռքի աշխատանք է, իսկ սա երևում է, որ ձեռքի աշխատանք է, նույնիսկ ոսկերչական առաջ բիժուտերիայի վրա աշխատել են ոսկերիչները, ստեղծել են զարդերի կոպիաները, թանկարժեք քարերի եւ ոսկե մետաղի փոխարեն, որպեսզի ոյաժների ժամանակ տերերը վերցնեին իրանց հետ, այդպիսով ստացվում էր, որ իրենք տանում էին իրենց զարդերի կոպիաները ապահով ու անվտանգ ճամփորդելու նպատակով։ Բացեմ հաջորդ փաթեթը։ Տարամ, իսկ դուք պատրաստ եք տեսնելու այս շքեղությունը, որքան հիասքանչ բրոշ է, դարձյալ ասիմետրիկ եւ արկա է սպիտակ կրիստալներ, շատոններ եւ աբստրակտ կրիստալներ, հետևի հատվածը տրոմբոնային փական, ինչը վկայում է բրոշի ֆրանսիական ծագման մասին, ամալգաման հիանալի վիճակում է պահպանված, արտեկո մոտիվները շատ եմ սիրում, շատ հիասքանչ բրոշ է, կարծես ոսկյա է իր ադամանդը, կարատներով զարդարված, այնպես չէ, հիանալի բրոշ է սա ուղղակի եւ այդքան լավ պահպանված, կարելի է ասել գրեթե նոր։ Եվ իմ սիրելի արտեկո մոտիվներով։ Նայեք ինչպիսի գեղեցկություն, ոչ պակաս գեղեցկուհի ականջողեր, հիմա բացեմ նայենք, դարձյալ արտեկո մոտիվներով, դարձյալ պատրաստված է արտեկո մոտիվներով, կարելի է կրել նաև այս բրոշի հետ, բայց ինչն է այստեղ հետաքրքիր, այս ականջողերը պատված են ռոդիումային ծածկույթով, ինչը վկայում է, որ դարձյալ ոսկերչական աշխատանք է, այսինքն այս զարդի վրա ոսկերիչ է աշխատել։ Եթե նայում ենք ներսի հատվածը, տեսնում ենք, որ քարերը տեղադրված է, սոսնձված չի, դա էլ է վկայում, որ ոսկերչական աշխատանք է, կլիպսները նոր վիճակում են, պահպանվել են զարդատուփում, բայց չեն կրվել, զգացվում է այդ ականջներին հարվող հատվածից, որևիցե տեղ հարում չի նկատվում։ Ահա այսպիսի շիկար դոզա ստացանք, կարելի ասել, շքեղության։ Եվ եւս մեկ բրոշ, սա արդեն բրենդային է, Մոնե ընկերությանն է պատկանում, հիմա բացեմ նայենք։ Ահա այն, իր մարկիրովկայով, կենտրոնական հատվածում այստեղ Մոնե նշված է։ Այս բրոշից ես արդեն ունեցել եմ, ձմռանը վաճառվեց, գնել եմ եւս մեկը, հաճախ չի հանդիպում, էմալապատ գեղեցիկ բրոշ է, ունի նաեւ քառանկյուն կրիստալներ, եկեք համեմատենք, տեսնում եք ծավալը, քարերի փայլը, տարբեր մոտիվներով բրոշներ են, բայց ինչն է կապում միմյանց հետ այս բրոշը, իհարկե իմ սիրելի ժամանակաշրջանը, ահա այս Մոնե բրոշը ռետրո դիզայնով է արված եւ արտ դեկո ոճով արված է առաջին պլանի բրոշը։ Այս երկու ոճը դիզայներական իմ սիրելի ոճն է զարդերի եւ աքսեսուարների բնագավառում, ինչպես նաև կահույքի ինտերիերի։ Ահա այսպիսի գեղեցկուհիներ կհամալրեն իմ կոլեկցիան։ Սրանք իմ վերջին նորություններն էին, որ հենց այս պահին ստացա եւ որոշեցի ձեզ ցույց տալ։